Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր սպասում են շաբաթօրյա մեր հերթական ուղիղ միացանը Մոսկվայի հետ։ Այո, մենք ավանդույթի համաձայն ամեն շաբաթ ուղիղ կապ ենք հաստատում Մոսկվայում գտնվող մեր հանրահայտ հայրենակցի համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ ինձ ասացին, որ գեներալը ուղիղ կապի մեջ է։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Գուլշան։ Ուրախ եմ հերթական կապի համար եւ մի շարք հարցեր կան, որոնց այսօր հույս ունեմ նույնպես ձեզանից ստանալ այսպես բաց պատասխաններ։ Տեսեք, Հայաստանն ու Թուրքիան քննարկում են էներգետիկայի ոլորտում առաջիկա իրենց համագործակցության մասին, մասնագետներն էլ նշում են, որ օգտվելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից Հայաստանն էլ ամենայն հավանականությամբ միջանք կտրամադրի Ադրբեջանը։ Մի խոսքով այս ամենի շուրջ ինչպիսին է ձեր կարծիքը։ Պարոն Գուլշան, գիտեք, ցանկացած համագործակցություն վատ չի, բայց եթե դա համագործակցություն է, եթե դա չի արվում ինչ որ պարտադրանքի միջոցով, ցանկացած համագործակցություն կարա համարվի համագործակցություն, երբ որ երկու կողմն էլ հավասար են։ Իսկ մենք գիտենք, որ մեր երկրի ղեկավարությունը թուրքերի դեմ կզած է, ուղղակի կզած է։ Եվ սպասենք, ինձ թվում է հերթական սյուրպրիզին այդ համագործակցության մեջ, ուղղակի սպասենք։ Եվ կարծում եմ, որ ցանկացած դեպքում նորից Թուրքիան մեր դեմ պայմաններ է դնելու, որ ասենք ինչ որ ձևի սկսի ինչ որ քայլեր անել եւ այլ եւ այլ։ Այս վերջի 8 տարին Թուրքիան լավ, այս վերջի գցենք 3 տարին Արցախը հանձնելուց հետո հիշում եք, սկզբից ասում էր Արցախը կհանձնեք, մենք սենց կանենք, նենց կանենք, չեմ ուզում թվարկեմ։ Արցախը հանձնեց մեր ղեկավարությունը, ոչ մի բան չփոխվեց։ Թուրքիան ոնց մնացել է մեզ ոչ բարեկամ երկիր, այդպես էլ կա։ Համագործակցում էին, սահման բացեին, լրվեց գնաց։ Հիմա համագործակցում են, ինչ որ հոսանք ծախեն իրար։ Ես ոչ մի նախաձեռնություն, որը որ ձեռնարկում արտաքին աշխարհում մեր իշխանությունը, ես ճիշտ ասած չեմ հավատում, պարոն Գուլշան։ Դարձավ, որ համահայկական ճակատը նույնպես մասնակցելու է առաջիկա համապետական ընտրություններին։ Այ դուք որպես շարժման առաջնորդ, ինչ ակնկալիքներ ունեք այդ ընտրություններից, ունեք արդյոք վարչապետի ձեր թեկնածուն, համագործակցելու եք այն ուժերի հետ, որոնք կապված են ներկա կամ նախկին իշխանությունների հետ։ Մենք շատ ճիշտ նկատեցիք, պատրաստում ենք մասնակցենք, մոտակա ժամանակները մենք մեր հայտարարությունը կանենք, մենք հիմա ուղղակի զբաղված ենք տեխնիկական հարցերով, կազմակերպչական, մենք ունենք եւ մեր վարչապետի թեկնածությունը, եւ ունենք մեր ապագա պարլամենտի ղեկավարի թեկնածությունը, եւ այլ, մենք կհայտարարենք։ Եվ ինչ վերաբերում է մեր երկրի ղեկավարին, որ այդպես սիրտը բռնած արդեն քարոզչություն անում, հետևից էլ մի հատ շարանով ախրանայա տանում բերում եւ այլ, իրան, չգիտեմ, իրանց ինչ որ բանի տեղ են դրել, մեծ քաղաքական գործիչների տեղ են դրել, բայց փաստը ցույց է տալի, որ այդ մարդիկ ոչնչից տենց էլ ոչ մի բան չհասկացան։ 8 տարի մարդը ղեկավարում է երկիրը, նոր գնացել է ինչ որ կառավարման թեմայ է սովորում։ Պատկերացնում եք 8 տարի։ Ինչի առաջի տարին չգնացիր ղեկավարման։ Ինչի երկրորդ տարին չգնացիր։ Լավ, երրորդ տարին գնայիր։ 20 թվականի պատերազմից հետո գնայիր։ Տենց էլ երևի ինքն էլ հասկացա, որ չի կարում կառավարի, որոշել է գնա կառավարում սովորի եւ այլ։
ինչ են սովորել իրանք քաղաքական ավանտյուրա, պոպուլիզմ, շատ լավ ստացվում է, դե դեղին թերթի թղթակիցները այդպես պետք է իրանց պահեն։ Բամբասանքներ, սրա նրա վրա գործ սարքել եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Էդ է այսօր մեր իշխանության փեշակը, իրանք էլ դա հասկանում են լավ, որ ոչ մի բան չեն կարող ժողովրդին առաջարկեն, դե սենց ասեմ, նայում եմ ուրիշ երկրների ղեկավարներին, ճիշտ ասած նախանձում եմ։ Այդ թվում մեր թշնամի երկրների ղեկավարներին։ Ուղղակի նախանձում եմ այդ ժողովուրդներին, որ ունեն այդպիսի ղեկավարներ։ Մենք տենց էլ չունեցանք այդպիսի ղեկավարներ։ Մենք իհարկե հայտարարել ենք, մասնակցել ենք, ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ասեմ ձեզ, ոչ մի նախկին ուժերի եւ այսօրվա իշխանության հետ մենք ոչ մի համագործակցության ծրագիր չունենք եւ չի կարա լինի։ Ինչ վերաբերվում է այն ուժերին, որ ինչ պատճառներով չունեն հնարավորություն, չնայած ունեն լավ գաղափարներ, ունեն լավ, այսպես անձնակազմ, բայց ինչ պատճառներով չունեն հնարավորություն մասնակցել ընտրություններին, մենք պատրաստ ենք իրանց հետ համագործակցենք տարբեր ֆորմատներով եւ ասում եմ մոտակա ժամանակ մենք կհայտարարենք ու ամեն ինչ պարզ կլինի։ Իհարկե ուզում եմ խոսենք նաև ներկա աշխարհակահաղական իրավիճակի կապված մեր տարածաշրջանի հետ եւ ինչ զարգացումների այստեղ մենք կարող ենք ականատես լինել եւ ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ։ Տարածաշրջանում մեծ գեոպոլիտիկ շարժումներ ա տեղի ունենում։ Ես մի անգամ իմ ելույթի ժամանակ ասեցի, այն երկրները, որոնք կային եւ արկա էին եւ միշտ ներկայացնում էին մեր տարածաշրջանը, իրանք ուզում են խաղաղություն եւ ստաբիլություն։ Երբ որ տարածաշրջան փորձում է մտնի ինչ որ մի երրորդ ուժ, այսպիսի բաներ ա տեղի ունենում, ինչ որ մենք տեսնում ենք այսօր Իրանի շուրջ։ Մեր երկրի ղեկավարությունը չունի ոչ մի ծրագիր։ Տեսեք ինչա կատարվում։ 21 թվին մի ծրագրով ընտրվեց, չէ՞ որ մեր ժողովուրդը գնաց ծրագիրը ընտրեց։ Մի ծրագրով ընտրվեցին եւ դառան իշխանություն։ Ոչ մի կետ այդ ծրագրից իրենք չեն կատարել։ Իրանք պարտավոր են հաշվետվություն տան։ Պետք է վերսեն այդ ծրագիրը, ոչ թե գնան ֆրֆրան, պերաշկի ուտեն, մեկ է կուկուրուզ ուտեն։ Այդ ծրագիրը պետք է վերսնեն եւ կետ առ կետ ասեն, «Էս ենք պլանավորե, սենց ենք արե»։ Ստացել ենք այս արդյունքները։ Այսօր էլ ենք մենք դա տեսնում։ Գնաց նկարեց տրիպի ճանապարհ։ Ես երբ ասեցի, որ դա վտանգավոր է։ Ոչ թե ես ինչ որ էկոնոմիկայի դեմ եմ, ինչ որ ամերիկացիներին դեմ եմ, ֆրանսիացիներին եմ դեմ կամ չգիտեմ ռուսներին եմ դեմ կամ կողմ։ Ես ասեցի վտանգավոր է։ Իրանը տեսնում եք շատ քաջ դիմադրում է։ Ես հիմա մի հարց ունեմ տալու։ Եթե Իրանը խփել է Կիպրոսին, Եվրոմիության անդամի տարածքին, ինչ եք կարծում, տրիպի ճանապարհին Իրանը կհարվածի թե ոչ։ Հարց եմ տալի։ Ու թող ամեն մեկը, ամեն հայոց քաղաքացի, հայ քաղաքացի, թող իր մեջ այդ պատասխանը տա։ Իրանը այս վիճակից ավելի ուժեղ է դուրս գալու, հիշեք իմ խոսքերը։ Ցամաքային օպերացիա Իրանի դեմ չեն կարալու անցկացնել։ Ժողովուրդը միավորվել է, նույնիսկ այնտեղի օպոզիցիան այն երեխաների զոհերից հետո միացել են իշխանությանը։ Ու իրանք ասում են, դա մեր գործն է, մեր իշխանությունը, դուք ինչ գործ ունեք։ Հասկանում եք, ավելի ուժեղ են դուրս գալու։ Իսկ երբ որ ավելի ուժեղ դուրս գան, հավատացեք, իրենց կողքերը իրենք ամերիկացիներին, մեկ էլ Իսրայելի ներկայացուցիչներին մաքրելու են, չեն թողալու ոչ մեկին։ Ընդդուք միջև զինված գործողություններ։ Այս իմ ասած ունի մեծ հավանականություն։ Դա ինչի մասն է խոսում, որ գնաց ստորագրեց տրիպի ճանապարհը, էլի ծրագիր չուներ։ Օրենք ընդունեց, գնա
Եվրոմիություն մտնի, հետո նույն ինքը ասում է կարող է 20 տարի հետո մեզ դիտարկեն կամ կարող է չդիտարկեն։ Ինչի մասին է խոսում։ Պոպուլիզմ է։ Բայց 2 ամիս է մեր գլուխը տարակ, ասիկ այսքան փող կաշխատենք տրիպի ճանապարհից, այս կանենք, այն կանենք, 3 ասում է հետաձգում ենք։ Ինչա, քեզ թվում է Իրանը ներելու է։ Ես ուզում եմ հիշեցնեմ, միակ պետությունն է, որ 1000 տարի իր անկախությունը չի կորցրել։ Ես ուզում եմ մեր երկրի իշխանության դա հիշեցնեմ։ Ու պետք չի գնալ օվկիանոսից այն կողմ բարեկամ ման գալ, որ բարեկամը կողքը տա։ Իսկ զարգացումները շարունակվելու են։ Ասում է Վրաստանով պետք է մտնենք Եվրոմիություն։ Այն օրը, որ դու ընդունում ես օրենք մտնես Եվրոմիություն, այդ օրը Վրաստանը հայտարարում է, որ ինքը այդ հարցը իր մոտ դադարեցնում է։ Հասկանում եք, էլի աբսուրդ է, ժողովրդին ինչ որ կուտ է տալի։ Թող ներեն ինձ մեր ժողովրդի ներկայացուցիչները, հա։ Կուտ է տալի։ Եվ մարդիկ, ես զարմանում եմ, որ հավատում են դեռ սրանց։ Ուղղակի զարմանում եմ։ Ես ճիշտ ասած ՔՊ-ի անդամներին մեծ մասին ճանաչում եմ, հանդիպել եմ, բավականին մեծ մասը հայրենասեր են, երիտասարդներ են։ Ես զարմացած եմ, դրանք ոնց են այսօր իրեն աջակցում։ Այս ամենից հետո հլեն 20 թվին, որ ասենք 21 թվին, որ շփվում էի հետները, ես կարծում էի, որ այս մարդիկ, ասենք, սպասելիքներ ունեն, ասենք, ղեկավարությունը կարող է այդքան բան չանի, ոչմ, դե անգրագետ են, բայց ասենք չդավաճանեն, բայց այսօր ակնհայտ դավաճանություն է տեղի ունենում։ Ոնց են հանդուրժում դա։ Չեմ հասկանում, պարոն Ղուշյան։ Իսկ տարածաշրջանը թեժանալու է, գնալով ավելի է թեժանալու։ Ոչ մեկ չի թողելու իր տարածքը, ոչ մեկ չի զիջելու իր տարածքը հենց այնպես։ Եվ տեսակ նույն Ադրբեջանը հասկացավ 2 օր այդ Նախճիվանի հարվածից հետո 2 օր խոսեց, որ հեսա այս կանեմ, այն կանեմ, այն կանեմ, այն կանեմ, անցավ մի շաբաթ, հասկացավ, որ չէ, Իրանը ոնց որ թե չի պարտվում, լավ էլ պատասխան է տալի, վեկալեց այն հումանիտար օգնություն ուղարկեց։ Ես ձեզ ասեմ, որ ՔՊ-ի վարկանիշը իրականում շատ ընկեր է, թե Փաշինյանի, թե ԿՊ-ի սոցհարցումները վերջին դա են ցույց տալի։ Չնայած իրենց ներքին այդ սոցհարցումներով էլ Փաշինյանը իր կուսակիցներին հայտարարեց, որ իրենք 60%-ից ավելի ձայներ են հավաքելու։ Ես չգիտեմ ինչի հիման վրա են այսպիսի հայտարարություն անում, հետաքրքիր է ձեր կարծիքը։ Իր ԱԱԾ-ի տնօրենը իրեն զեկուցել է, որ իր ներքին վարկանիշը Հայաստանի Հանրապետությունում կազմում է մոտավորապես 18%։ Ասեմ 5% էլ ադմինիստրատիվ ռեսուրսն է վրան դրել։ Դրանից հետո ինքը սկսեց վազվզել պերաշկի կուկուրուզ ուտել։ Սիրտը բռնած, ջղայնացավ ԱԱԾ-ի տնօրենի վրա եւ այլ, սիրտը բռնած հմինգելա փողոցները, որ ինչ որ մի ձեն հավաքի, ժողովրդին խափի, սանի, նանի։ Ես ուզում եմ ուղղակի մեր ժողովրդին ասեմ։ Ժողովուրդ ջան, տեսեք, նախագահան Ալիևին շնորհակալություն ասեց։ Երկրի ղեկավարը երեք Ալիևին ասեց շնորհակալություն։ Ես կարծում եմ, ով որ գնում է իրենց համար քվեարկելու, ուրեմն իրանք էլ բոլորը Ալիևին շնորհակալություն են ասում։ Փողոցի օրենքը ո՞նց է։ Անբարոյականի թասիբին կանգնողը համարվում է անբարոյական։ Ու միջև այսօր էլ այդ մթնոլորտը կա եւ աշխարհում էլ կա։ Դրա համար էլ մերոնց թասիբին ոչ մեկ չի կանգնում։ Եվ ինչքան ուզեն, ինչ էլ իրանց ճղեն, նկարենել, ես ձեզ ասեմ, 20-21%-ից ավել չեն կարալու նկարեն, չեն կարողանալու, ու ամեն ինչ անելու են, Ալիև այդ պայմանավորվածություն կարա ձեռք բերի, սահմանում գործողություններ սկսեն, այն օրենքը հիշում եք, որ ասում էր, եթե սահմանում կռիվ սկսեց, մենք ընտրությունները չեղյալ ենք անելու,
հետախուզությունը 3 թե 2 օր առաջ բանա դա, որ ինչ որ մի երկրում կարդացել եք երևի, ինչ որ մի բիզնեսմենների, ինչ որ հատուկ ծառայություններ, չգիտեմ ինչ են անում, Այն մի հատ երգ կա, որ ասում է ռուսերեն sense երգ կա, ասում է այդ մուլտիկից, ասում է «А может быть ворона»։ Հիշում եք դա, «А может быть там, չգիտեմ, крокодил», «А может», то есть խիտենց տեղեկություն ա լինում, ուղակի զարմացած եմ։ Մեր իր այդ վստահության, չէ ինքը ջախջախվելու է, պարոն Ղուշյան, ու նորից եմ ես նորից ասել եմ եւ հիմա էլ եմ ասում։ Իր բախտը կբերի, եթե իրեն հանեն ընտրությունների միջոցով մեր ժողովուրդը հանի։ Դա իր ամենալավ տարբերակն է։ Բայց այնուամենայնիվ, պարոն գեներալ, մոտ ժամանակներում Հայաստանում ինչ որ իրավիճակ կփոխվի։ Հայաստանը այն երկիրն է, որ կարող է իրավիճակը մի ժամում փոխվի։ Հասկանում եք, ես կարծում եմ, որ փոխվելու է։ Ու կարծում եմ, որ այդ դուք այն հարցը, որ տվեցիք, մենք գնալու ենք ընտրությունների եւ բան, ես կարծում եմ, որ մենք կներկայացնենք մեր տեսլականը եւ կարծում եմ, որ կտարբերվենք, մեր ուժը տարբերվելու է այսօր բոլոր այն ուժերից, որոնք հայտարարված են ընտրությունների ժամանակ։ Եվ ըստ դրա կշարժվենք։ Եղավ, շնորհակալ եմ, պարոն գեներալ, լավ մնացեք, առողջ պինդ եւ ինչպես միշտ մարտական դիրքերից երբեք չիջնեք։ Լավ եղեք։ Շերի բարեկամներ, մենք հերթական ուղիղ կապն էինք հաստատել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր համահայկական ճակատշարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։